Օրեր առաջ Բաքվում տեղի ունեցավ միջմշակութային երկխոսության 4-րդ համաշխարհային ֆորումը։ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված ֆորումը կոչված էր քննարկելու մի շարք համաշխարհային օրակարգի հարցեր, որոնցից առանցքայինը անվտանգության, խաղաղության եւ մարդկային կայուն զարգացման համար նոր ուղիների որոնումներ։ Ֆորումում բնականաբար ելույթ ունեցավ նաեւ Ադրբեջանի նախագահը, խոսեց իսլամի, ահաբեկչության եւ Ադրբեջանի մասին։ Inside Azerbaijan and beyond our borders. Ադրբեջանը կարևոր դեր է խաղում իսլամական արժեքների առաջխաղացման գործում։ Տարատեսակ մարզական միջոցառումներ է կազմակերպում աշխարհին իսլամական մշակույթը ցույց տալու համար։ Դա կարևոր է, որպեսզի ցույց տանք, որ իսլամը որևէ ընդհանրություն չունի ահաբեկչության հետ։ Խաղաղության այս ֆորումին հաջորդեց Իսլամիադան, որը նույնպես այս տարի անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում։ Հազարամյակով ընդունված ավանդույթ է, որ լայնամասշտաբ մարզական միջոցառումների ժամանակ երկրները զերծ են մնում թե պատերազմական գործողություններից եւ թե ռազմատենչ հայտարարություններից։ Սա բնականաբար ոչ մի կերպ չէր կարող վերաբերել Ադրբեջանին եւ նրա նախագահին։ Այն պահին, երբ իսլամական աշխարհի ուշադրությունը ուղղված է դեպի Բաքու, Իլհամ Ալիևը առիթը չկորցրեց դիմել բոլոր մուսուլմաններին, կոչ անելով իսլամադավան երկրներին խզել ամեն տեսակ հարաբերությունները Հայաստանի հետ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը զավեշտալի է համարում այն փաստը, որ իսլամի հետ շատ անուղղակի առնչություն ունեցող անձը փորձ է անում իսլամական գործոնն օգտագործել Հայաստանի դեմ պայքարում։ Ոսկանյանի համոզմամբ Իլհամ Ալիևի շատ հայտարարությունների պետք է անդրադառնալ սուտ դրանց զավեշտալիության աստիճանը չափելու նպատակով։ Իլհամ Ալիևի նմանատիպ հայտարարությունները չեն կարող լուրջ ընդունվել, որովհետև ըստ էության մենք գործ ունենք մի քաղաքական գործչի հետ, բռնապետի հետ, եթե մենք որոշենք հստակ քաղաքագիտական գնահատական տալ այս վարչակարգի առաջին դեմքին, Բաքվի վարչակարգի առաջին դեմքին, որը բառացիորեն իսլամական խաղերից մի քանի օր առաջ, մի քանի շաբաթ առաջ Բաքվում քանդում էր մզկիթ։ Այսինքն պարադոքսալ է, որ մզկիթ քանդողը կարող է իսլամական համերաշխության կոչերով հանդես գալ։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի հետ այլ երկրների հարաբերությունները փչացնելու փորձերին, պաշտոնական Երևանը վաղուց չափազանց կոռեկտ քաղաքական ուղեկից է ընտրել։ Նույնիսկ Ադրբեջանի հետ այլ երկրների հարաբերությունների մասով։ Օրեր առաջ Ինտերֆաքս գործակալությանը տված հարցազրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Երևանը նորմալ քաղաքական գործընթաց է համարում, երբ Հայաստանի բարեկամ Իրանը զարգացնում է հարաբերությունները նաև Բաքվի հետ։ Իրանը տարածաշրջանային խաղացող է եւ բնական է, որ նրանք շահագրգռված են հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելուն։ Մենք ընդհանրապես կողմ ենք գործընկերությանը, տարածաշրջանային համագործակցությանն էլ միշտ չափազանց դրական ենք վերաբերում։ Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի ապագան նրանում է, որ որքան հնարավոր է շատ երկրներ համագործակցեն միմյանց հետ ամենատարբեր թեմաներով եւ ուղղություններով։ Վարդան Ոսկանյանը եւս նշում է, որ Հայաստանը սեփական օրակարգը երբեք չպետք է պայմանավորի երրորդ երկրների հնարավոր գործակցությամբ։ Իրանագետը նշում է, որ Երևան-Թեհրան հարաբերություններն այնքան հագեցած են, որ Հայաստանը ժամանակ եւ ջանքեր չպետք է վատնի Թեհրան-Բաքու հնարավոր գործակցությունը չեզոքացնելու համար։ Եթե մենք այսօր կառուցում ենք արագ եւ որակյալ հյուսիս-հարավ ավտոմայրուղին, ինչպես ասում են Ադրբեջանը, եթե պատրվի էլ մեջտեղից չի կարողանում մեզ մրցակից դառնալ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի գործընթացում։ Հետևաբար, մեր առաջնային նպատակը պետք է լինի մեր ունեցած Հայաստան-Իրան հարաբերություններում առկա պոտենցիալի լիարժեք եւ որակյալ իրացումը, որի պայմաններում պարագայում մենք կչեզոքացնենք բոլոր, ասեմ այսպես, մեզ համար ոչ ձեռնտու դաշինքները։ Վերջին շրջանում Բաքվում խանդոտ են վերաբերվում ոչ միայն հայ-իրանական բոլոր ուղղություններով զարգացող հարաբերություններին, այլև հայ-հնդկական վերջին շրջանում ակտիվացած եւ ջերմացող փոխշփումներին։ Բաքվում Երևան-Դելհի հարաբերությունների նոր փուլը պայմանավորում են իրենց Պակիստանի հետ ունեցած ակտիվ շփումներով։ Հայաստանը Հնդկաստանի հետ իր հարաբերությունները զարգացնում է ոչ թե ի հեճուկս Ադրբեջան-Պակիստան հարաբերությունների, այլ հօգուտ սեփական օրակարգի։ Պակիստանի հետ Հայաստանը խոշոր հաշվով որևէ խնդիր չունի։ Ամեն դեպքում Վարդան Ոսկանյանը նշում է, որ Պակիստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի, քանի որ իրանագետի խոսքով քաղաքական արվեստ է ոչ միայն նոր դաշնակիցների ձեռքբերումը, այլև հակառակորդներին դաշնակիցներից զրկելը։ Վարդան Հովսեփյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։